Եթե դուք ապրում եք Օնթարիո, Ալբերտա, Սասկաչուան նահանգներում, ունեք դպրոցական տարիքի երեխա, պատրաստվում եք նրան ընդունել Catholic Elementary School, ապա պարտադիր այս տեսանյութը դիտեք մինչև վերջ։ Շատ հայ ընտանիքներ, ովքեր դիմում են իրենց երեխային կաթոլիկ դպրոց ընդունելու համար, դպրոցը պահանջում է մկրտության վկայական, թե ծնողների եւ թե երեխայի համար։ Լավագույն դեպքում կամ ծնողը կամ երեխան պարտադիր պետք է ունենան մկրտության վկայական։ Եվ հենց այստեղ ծնողները մտածում են, որ այլ տարբերակ չկա եւ փորձում են այլ ճանապարհներով ձեռք բերել մկրտության վկայական ու դիմում են տարբեր քայլերի։ Այլևս կարիք չկա այլ ուղիներ մտածել, քանի որ Yerevan Council and Partners-ը պաշտոնապես դիմել է եւ տեղեկացել, որ իրականում կան բացառություններ, որոնց մասին քչերը գիտեն։ Այդ իսկ պատճառով, երբ դպրոցը մերժում է, ծնողները չիմանալով ոչինչ չեն կարողանում անել, ստիպված ձեռք են բերում կաթոլիկ եկեղեցու մկրտության վկայական։ Իմացեք, առանց կաթոլիկ մկրտության վկայականի, այո, երեխան կարող է ընդունվել կաթոլիկ դպրոց, չնայած որ դպրոցի տնօրենների ներքին հրահանգ է տրված նախապատվությունը տալ միայն կաթոլիկ մկրտության վկայական ունեցողներին։ Բայց միաժամանակ, եթե ընտանիքը բնակվում է դպրոցի նույն տարածքում, դիմելու պահին դպրոցում կան ազատ տեղեր, ծնողները պատրաստ են գրավոր եւ բանավոր ընդունել դպրոցի արժեքներն ու կանոնները, դպրոցի տնօրենը ունի իրավասություն կիրառելու իր հայեցողությունը։ Եթե ցանկանում եք իմանալ ձեր երեխային ինչպես ընդունել կաթոլիկ դպրոց, չունենալով կաթոլիկ եկեղեցու մկրտության վկայական, ինչպես ճիշտ դիմել, ինչպես պարզել այդ պահին տվյալ դպրոցում կան ազատ տեղեր թե ոչ, ինչ գրել տնօրենին նամակում, ինչ ասել հանդիպման ժամանակ, կամ այլ ինչպիսի բացառություններ են կիրառվում Օնթարիոյում, Ալբերտայում, Սասկաչուանում, գրեք ինձ եւ ես ձեզ կուղարկեմ PDF ուղեցույցը, որտեղ հստակ մանրամասն ներկայացված է ամեն ինչ։ Չմոռանաք բաժանորդագրվել Yerevan Council and Partners-ի YouTube-յան ալիքին եւ հետեւել մեզ սոցիալական հարթակներում։ Կհանդիպենք։